Ինչու է էպոսաստեղծ հայ ժողովուրդը անպարտելի փոքր մհերին վերջնականապես փակեց ագրավաքարում և իրականում ինչ նախապայմանների դեպքում նա կազատագրվի այնտեղից։ Պատմական աղբյուրները փաստում են, որ հերոսի ժայռում փակվելով էպոսը բնավ չի ավարտվում։ Երբ 11-րդ դարում հայոց պետականությունը կործանվեց բյուզանդացիների և սելջուկների հարվածներից, ուժերն այնքան անհավասար էին, որ անգամ հզոր դյուցազննը չէր կարող հաղթել։ Սակայն ժողովուրդը նրան չսպանեց, այլ պատսպարեց ժայռի մեջ։ Սա ազգային վերածնդնի հանճարեղ ծածկագիրն էր։ Ազգն իր սպառված կենսական ուժը և պետականության երազանքը խնամքով թաքցրեց ապագայի համար։ Ժայռում փակված մհերը խորհրդանշում է մայր մտնող արևը, որն անպայման պետք է կրկին ծագեր։ Հենց այս անկոտրում հավատով է հայ ժողովուրդը իր առաջին պետականությունը կորցնելուց հետո պատմության քուրայում վերակերտել իր 10 պետականությունները։ Էպոսի խորհուրդն ապացուցում է մեր հզոր վերածնունդը երբեք դրսից չի գալու։ Ինքնազատագրումը պահանջում է բացառապես սեփական ուժեր։ Ինչպես դիպուկ նշել է Գարեգին Նժդեհը, սեփական ուժերից զատ այլ բանի ապավինող ժողովուրդը չի կարող անկախ հայրենիք ունենալ, իսկ օտար փրկիչներ փնտրող ազգը դժբախտ է։ Մհերը դուրս կգա ժայռից միայն այն ժամանակ, երբ մենք կարթնացնենք մեր ներսումն իր հող, բայց երբեք չմեռնող ազգային պետականակենտրոն հսկային։ Անպայման տարածեք այս տեսանյութը գաղափարակիցների հետ և պահպանեք այն մեր ազգային օգու վերջնական արթնացմանն ընդառաջ։